Բարև ձեզ հարգելի հետևորդներ, կրկին էկոնոմիկսն եմ։ Ամանորյա առած սեղաններից հետո ժամանակն է մարզելու, ինչպես նաև քաշ գցելու եւ կարծում եմ մեր հերթական հաղորդման կարևոր թեման է սպորտային ոլորտը, մասնավորապես սպորտային մարզասրահների գործունեությունը, դրա խնդիրները, ինչպես նաև վերջի շրջանում դրանց աճող այդ ընդհանուր տեմպը։ Այս ոլորտը բավականին հետաքրքիր դինամիկ զարգանում է, միևնույն ժամանակ այս ոլորտը ունի բավական լուրջ խնդիրներ։ Ինչպես այսպես հույներն էին ասում, առողջ մարմնում առողջ հոգի, այսինքն մենք պետք է կարողանանք նաև մեր հոգով եւ մարմնով առողջ լինենք եւ այս ոլորտը կոչված է առողջություն ապահովելու համար։ Այս թեմայով խոսելու ենք Ledizone ընկերության հիմնադիր Անդրանիկ Նավասարդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նավասարդյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Պարոն Նավասարդյան, ձեր ընկերությունը 2013 թվականից սկսած բավական ակտիվ շուկայում գործում է եւ մեր հետևորդների շատերը վստահաբար անդամակցում են կամ այցելել են։ Կներկայացնեք ձեր բիզնեսի առանձնահատկությունը, ձեր բիզնեսի մոդելը, ինչ է ինձ ներկայացնում։ Ուրեմն շատ սիրով ողջունում եմ բոլորին։ Ուրեմն սկզբույց 2013 թվականին ոլորտը ավելի առանձնացել է որպես միայն կանանց համար նախատեսված մարզասրահ։ Բայց քանի որ գիտենք զարգանում է աշխարհը, արդեն երևի մեր հաճախորդների 80%-ից ավելին դա հարցում են կատարել, ոչ թե գալիս են նրա համար, որ ինքը միայն կանանց համար է, այլ որ այլ խնդիրներից խուսափեն, այսինքն օրինակի համար հետաքրքիր պատճառ եմ ասում, որ մարդիկ գալիս են նրա համար, որ չեն երկար մտածում, թե ինչ որ հագնեն, թե չեն մտածում, թե ոնց կսվեն, եւ այլ եւ այլ։ Այսինքն ազատ են զգում, այսինքն այն վարժությունը վերջինը, որը պետք է իրան իրականում օգուտ տա, դա ինքը կարողանում է անել միայն աղջիկների միջավայրում։ Եվ բնականաբար ամենակարևորը մեր 13 տարվա փորձը մեզ թույլ է տալի, որ մեր մարզիչները, մեր մարզչական անձնակազմը արդեն ավելի պրոֆեսիոնալ են բնականաբար փորձի բերումով Եվ արդյունքը մեր մոտ բնականաբար արդեն երկուսը միասին վերցրած, հա, որ այդ վերջի վարժությունը անելը եւ պրոֆեսիոնալիզմը տանում են նրան, որ արագ են արդյունք ունենում։ Պարոն Նավասարդյան, այս շուկայում քանի այսպես տնտեսվարող կա, քանի այսպեսի սրահներ ունեք, դες մոտավոր վիճակը։ Մոտավորապես մենք այս հիմա ճիշտ ասած մի հատ օրինագիծ ենք մշակում, որպեսզի կառավարությանը, հա, դիմենք, որպեսզի աջակցեն սպորտի ոլորտին, այս վերջում արեցինք մոտավորապես տենց 90 էլի համենայն դեպս, որ տենց կարող է մանր փոքրներ լինեն, որ տեղյակել չլինենք, մոտավորապես ցանց էր, հա, մոտավորապես։ Դե ցանց քիչ կա իրականում, հա, 90 մարզասրահ կարելի է հաշվել, էլի, չէ։ Ցանցը հիմա մենք մեր Ledizone-ը մեկ ենք հաշվել, չնայած մենք ավելի շատ ենք։ Որ պատկերացնեք Ledizone-ի մոտավորապես մասշտաբը, հիմա այս մոտավորապես հարցումների արդյունքում Երևանում, հա, Հայաստանում մարզվող աղջիկների մոտավորապես 55-ից 60%-ը պարապում է Ledizone-ում։ Այսինքն շուկայի մոտ կեսը, այսպես կեսից ավելի։ Հա, աղջիկների շուկա է, էլի կարելի ասել։ Դա այդ առումով դե բոլոր վարչական շրջաններում ներկայացված ենք, վարչական շրջաններ կան, որ երկու հատ ենք ներկայացված ու անցած տարի մենք վարչական շրջանները բացելուց մենք բոլորը գիտեն, էլի մոտ մի 7 մասնաճյուղ բացեցինք, բայց նաև մեր մասնաճյուղեր ունեինք, որ վերաբացվեցին, այսինքն բոլորը կրկնապատիկ մեծ տարածքներ վերցրեցինք, էլի, այսինքն ընդլայնեցինք։ Այո, նորքում ունեինք օրինակի համար 3 անգամ մեծացրել ենք Դավիթ Հաշենում 3 անգամ։ Առհասարակ հայերը կամ հայաստանցիները սիրում են մարզվել։ Արդեն սիրում են մարզվել, համենայն դեպս տեմպը նկատում ենք, համեմատում ես աշխարհի զարգացած երկրների հետ, պարզվում է, որ չեն սիրում մարզվել, որովհետև աշխարհում ցուցանիշը, հա, 28-ից 30% է զարգացած երկրներում, հա, Լոս Անջելեսում, Եվրոպայի, հա, զարգացած երկրներում, իսկ Հայաստանում 1.8% է, ինքը, հա, 10 անգամից 8 անգամ, հա, երևի, ճիշտ եմ հաշվում, ինքը ցուցանիշը
իրականում վատն է, բայց հիմա որ համեմատում ես մի քանի ասենք 4 տարվա, դե ժամանակ 13 տարվա որ համեմատում ես, դե շատ բավական դինամիկա է։ Այո, դինամիկա ունեն, որոշ բաներ խանգարում են, օրինակի համար, որ մի բան ասեմ, որ մարդիկ ցանցային տարբերակի չեն անցնում նրա համար, որովհետև NDS-ի դաշտ են անցնում, որը դե մարզասրահի դեպքում ինքը ծախսեր չունենք մենք, էլի, որպեսի ծախսագրենք։ Մենք ոչ մի ծախս չունենք իրականում, այտենց հոսանք բան չնչին բաներ են, այսինքն երբ որ դու Էդի բոլորը հիմա ովքեր որ լսում են մարզասրահների սեփականատերերը, ոնց որ իրանց սրտից կխոսան, որովհետև ես այդ դրության մեջ ընկել եմ, եղել եմ մոտ 3-4 մասնաճյուղի դեպքում, ես չի ուզում էլ ընդլայնվի, որ չանցնեի այդ շեմը, որովհետև անցնելուց հետո դու միանգամից, ասենք, 80%-ով քիչ գումար ես աշխատում, որովհետև թե ժամանակին 5-10% էինք մենք հարկում, միանգամից ասում ես 34-6%, ոնց որ կարող մի քանի թիվ էլի դա շատ խիստ չդատենք, բայց միտքն եմ ասում, այսինքն 3 անգամ մեծանում է, դե ինքն էլ մարզասրահի մարժան այդքան էլ շատ չի էլի իրականում։ Օրինակ շահութաբերությունը մոտավորապես ինչքան է մարզասրահների պարագայում։ Մոտավորապես 30% է ինքը համարվում, որ այնտեղ չնայած միշտ լինում են էլի ծախսեր, օրինակ մենք միշտ ասենք երբևիցե կոպիտ ասած շատ չնչին գումարներ ենք էլի լեզուզոնից հանում, բոլորը դա տեսնում են, մենք միշտ ներգրավում ենք, մեր մարզասրահները միշտ փոխում ենք ու գրեթե բոլորը իրականում տեսնում ենք, որ համատեղ զարգանում են, էլի։ Շուկան մրցակցային է, ոնց որ մեկը մեկին, այսպես մրցակցության մեջ են հին սարքավորման դեպքում շուկայից դուրս։ Այո, իրականում չէ, մեր բոլոր երևի գործընկերներն էլ, գրեթե բոլորը առողջ ձևի տենում ես, որ զարգանում են ու ես այս ցուցանիշները որ ասում եմ, վստահ եմ, որ թե մարդիկ մեզ ինչ որ իրանց մրցակից էին տեսնում, կհասկանան, որ չէ, պետք չի, ժամանակը չի համենայն դեպս հիմա մրցակցելու, ժամանակն է հիմա զարգանալու, որովհետև ինչպես նշեցի, 1-8%, 28-ի փոխարեն 1-8% է մարզվում, դա հələ պետքա մենք մոտավորապես մի 10 անգամ հաճախորդ շատ ունենանք, նոր արդեն սկսենք իրարից հաճախորդ կոպիտ ասած բանանել, էլի խլել, չգիտեմ էդ էլի ոնց։ Նորմալ է իրականության մեջ, որ այս ներկայումս պետք է համագործակցեք եւ ոլորտը տանեք առաջ եւ հիմա օրինակ ոլորտի խնդիրներին կուզեմ անդրադառնալ։ Ոլորտում ինչ խնդիրներ ունենք, որը խոչընդոտում է սահմանափակում է այս ոլորտի զարգացումը, օրինակ սպորտային բիզնեսի։ Ուրեմն նայեք, եկեք սենց խոչընդոտելը սենց ասեմ, ավելի շատ որ դե ասեցի, որ ավելացած արժեքի հարկի ես անցնում, միանգամից ոնց որ կանգնում է բիզնեսը, դու սկսում ես մինուս աշխատել։ Այսինքն ձեռնտու չի խոշոր բիզնեսը լարին։ Այո, ես դրա համար մոտավորապես 9 տարի, 10 տարի աշխատել եմ մի քանի հատով ու միշտ բան եմ արել, որպեսզի չանցնեն մեր բաները, էլի այդ 110 քանի միլիոններ ու հիմա վստահ եմ բոլոր շատերը դրա խաթր ոչ թե իրանք չեն ուզում որ հարկ շատ մուծեն իմանես չլինի էլի որ ինչ որ վատ բան եմ ասում բայց որ իրանք չեն ուզում հարկ շատ մուծեն որ այսինքն այդ 115 միլիոն օրինակի համար լինի 220 միլիոն վստահ եմ բոլորը այդ չեկերը կտան այստեղ ոչ թե 10%-ը չեն ուզում մարզել պրոստը իրանք չեն ուզում անցնեն այդ շեմը որպեսզի այդ միանգամից ասենք մարզասրահներ կլինեն որ կփակվեն հաստատ կփակվեն էլի որովհետեւ մենք դες մի քիչ դեմ կարանք էլի մենք մեր փորձը դες մի քիչ գլուխ կովանք որովհետեւ փաստացի փորձով ենք փաստացի 13 տարիա շուկայում ենք որոշ փորձառություններ ունենք ոնց որ մենք մեր պադուշկաները ունեցել ենք էլի ասենք որ նոր անցել ենք էլի այդ դրան ու այո շատ դժվար է դրա համար ինքը եթե ուզում ենք օրինակ մեր երկրում կան իրականում էս վերջում անցկացրեցին որ հեծանիվը օրինակի համար էլի առողջ ապրելակերպի բնականաբար որ իր սուբսիդավորվում է եթե դու հեծանիվ ես գնում սուբսիդավորվում է տոկոսը բանկի օրինակի համար դա շատ լավ միջոց է որպեսզի մարզասրահը զարգանա, որովհետև այդ ժամանակ դու կարողանում ես արդեն տարեկան քարտեր վաճառել ու եթե տարեկան է լինում, մարդը ավտոմատ, եկեք որ ես հիմա համ սպառողների կողմից եմ խոսալու, համ ես մարզասրահների սեփականատերի։ Մարզասրահի սեփականատերը հանգիստ է լինում նրա համար, որ ինքը իմանում որ այդ մարդը գալու է, ինքը այտենց շատ ոնց որ իր բարձիկներ ունի անվտանգության, իսկ
սպառողը, որ արդեն ավտոմատ ինքը վերցնում է, հիմա մենք ուզում ենք, որ խենք այս օրենքները ընդունում հեծանիվի եւ այլ, ծառենք տնկում, որ մարդը առողջ լինի, եթե առողջ ենք, գիտենք, որ ֆիթնեսը հաստատ ամենաառողջներից է, դա դա ես չեմ ասում, դա ամբողջ համացանցն է ասում, ամբողջ այն միլիարդ հատերները ասում են, որ պետքա պարապես, եթե պարապես գործունեությունը 30% ավելի արագ կանես, ավելի պրոդուկտիվ կլինի քո օրը եւ այլ, ստրեսներ եւ այլ, այսինքն 10-20 առավելություններ միշտ ասում են, որը հաստատ այն մնացած մարզաձևերը այդքան չունեն, էլի, ինչը ճիշտն է, ու եթե մենք ուզում ենք, որ ես անգամ դա մի քիչ խնդալու, ծիծաղալու բան կարող է թվա, բայց ես դա անգամ կապել եմ մեր պետության զարգացման հետ։ Եթե այդ համացանցը ճիշտ է ասում, որ եթե դու մարզվես 30% պրոդուկտիվ կլինի քո կյանքը, ապա եթե բոլորս մարզվենք, մեր Հայաստանը 30% ավելի արագ կզարգանա։ Սենց մի քիչ սենց բնականաբար առողջ ապրելակերպը շատ կարևոր է։ Ու ասեմ ավելին, կներեք, ես նկատել եմ, որ մարզվող մարդիկ համենայն դեպս ափսոսում են, եթե դաժե ծխող մարդ է լինում, գոնե մարզվելուց, ասենք, հետո մի քանի ժամ չի ծխում, հետո է ծխում, սենց օրինակ ավտոմատ քիչ է խմում, ու ինքը իրականում շատ, էլի, շատ։ Այսինքն ձեր հիմնական առաջարկությունն է, որ ընդլայնել այդ արտոնությունների շրջանակը, օրինակ այդ վարկի տոկոսը, ընդգրկել նաև օրինակ սպորտային, այսպես սրահների գույքը, օրինակ ձեր բերումը, դա նայեք, ես հիմա ոչ թե ավելի առաջարկում եմ, որ բան չփոխեն այնտես, ես առաջարկում եմ դրա լուծումը, որ կամ փոխեն երևի թե բոլորը այնտես, կամ ասենք դա այդ տոկոսը համենայն դեպս բարձրացնեն, որ մարդիկ կարողանան զարգանալ։ Այսինքն ինքը մի քանի կողմ ունի, էլի, հիմա որ բոլորին փոխեն NDS, ոնց որ ես ընկա, ու ավտոմատ արդեն սկսեցի զարգանալ, էլի, որ այդ խնդիրը եղավ, բայց հիմա մարդիկ ավտոմատ բիզնեսմեններ, սեփականատերեր կան, որ այդ ինչ որ չափի բնականաբար չեն ուզում ցույց տան, նորից եմ ասում նրա համար, որ ոչ թե հարկ չմուծեն, այլ որ չանցնեն այդ շեմը, դրա համար դրա լուծումը պետք է լինի, որովհետև մարդիկ դաժե անգամ մարզասրաններ կան, որ չգիտեմ, այնտեղ առավելություններ կա, փոքր բիզնես է, որ ինքը ընդհանրապես միկրո, էլի, որը ասենք բնականաբար արդեն խանգարում է, էլի, այն առողջ զարգացող բիզնեսներին, առողջ զարգացող մարզասրաններին, այդ դրանք խանգարում են, էլի, բնականաբար առանց հարկվելու կարաս մրցակցես, տանես եւ այլ ու արդեն խնդիրներ ա լինում, դրա համար ես առաջարկում եմ ավելի շատ, որ առաջին հերթին, որ բանկի տոկոսը, այդ ապարեկի տոկոսը ոնց որ հեծանիվին են սուբսիդավորեն ու վստահ եմ, որ դա մի քանի անգամ կշատացնի մարզողների բանը, քանակը, երկրորդը կառաջարկեմ, որ մարդիկ, ովքեր որ NDS-ի շեմը չեն ցանկանում հաղթահարեն, այդ մարզասրանների համար մտածեն կամ ավելացնեն այդ ներքևի թիվը կամ բոլորի սարքեն NDS, որ արդեն բոլորը համակերպեն այդ մտքի հետ ու ոնց որ ես, հիմա ովքեր որ լսում են, մարզասրանների սեփականատերը կարող մտածեն վատ բան եմ իրանց համար ասում, բայց անձամբ ես ստիպված որ հասկացա, չէ, լույս չէ, կամ պետք է, ուրեմն, չգիտեմ, կամ փակում են, կամ շատանում, որովհետև 4 հատով 5 հատով չի բավարարվում, որ իրանք փորձեն կհասկանան, որ բնականաբար դա ճիշտ է, նորից եմ կրկնում, մենք մրցակիցներ չենք, դեռ հլստեղից չգիտեմ հաստատ մի 5 տարի, որովհետև 1.8%-ը հələ 28%-ի պետք է հասցնենք, էլի։ Իսկ ստանդարտների մասով, ասենք, հիմա ով ոնց ըստ էության ուզենա կարա բացի, այսինքն ով մի հատ նկուղային տարածք գտնի ու բացի գործունեություն վարի։ Այս ստանդարտների մասով ինչ խնդիր ունենք։ Ուրեմն, հիմա նոր օրինակ մեր սպորտի եւ կրթության, նախարարությունը արդեն տեղյակ եմ, որ սկսել է նոր չափանիշներ բան անել, մշակել, այո, ու գիտեմ, որ մեզ պետք է մարզասրահի փորձառուներին հրավիրեն եւ քննարկելուց հետո արդեն նոր չափանիշներ անեն, որտեվ ես կարդացել եմ մի քանիսը, ճիշտ ասած մի քանիսը, որը դա հնարավոր չի որ լինի, բայց մի քանիսը այո, որ պետք է լինի, պարտադիր է լինի, որտեվ ձեր ասածպես մարդիկ նկուղում բան են բացում ու ասենք առանց մարզասրահ, հələ
ամենակարևորը լավ նկուղի օդն է մի կողմ, որ մարզիչը առանց վերապատրաստվելու, առանց ոչ մեկի հետ խորհրդակցելու անգամ գնում է ու մարզիչը աշխատում, ես ասում եմ անգամ, որ դա բժիշկի գործ է։ Մարդիկ գնում են գրիժա են ստանում, հետո գնում են ամբողջ կյանքը չեն կարողանում անել։ Դրա համար, այո, պետք է անպայման այս տարի մշակվի մի, չգիտեմ, դա նախարարությունը կվերահսկի, թե ինչ որ միջազգային կամպանիայի կտան կամ սերտիֆիկացված ունենք մի քանի 2-3 հատիկ միջազգային սերտիֆիկացում ունեցող բաներ ունենք, ակումբներ ունենք օրինակի համար, հա, որոնցից երկուսը մեզի մշտական վերահսկում են մեր մարզիչներին, այսինքն երկու տարբեր են, հա 3 կամ 4 հատ կա ընդամենը, որ իրենց սերտիֆիկատը միջազգային ուժ ունի։ Երկուսը մեր մոտ անձամբ ամեն ամիս չէ, ամիսը մի քանի անգամով, շաբաթը 3 անգամով մեր մարզիչներին, չնայած որ մենք 13 տարվա փորձ ունենք, այսինքն ավտոմատ որ գալիս է մեր մարզիչը մարզում է, բայց չէ, անկախ մարմին ենք ընտրել, որպեսզի ինքը ավելի խիստ հսկի, երկու տարբերմա, այսինքն դա շատ կարևոր է։ Արտաքին աուդիտ եք բերում։ Հա, այո, ու ասենք ծայրահեղ խիստ էլ ինձ ովքեր ճանաչում են, գիտեն, որ իմ մոտ տենց ընկեր բարեկամ դա չի անցնում ու պետքա ով չանցավ, всё, պետքա ուրեմն դուրս գա։ Այսինքն դուք կարևորում եք, որ պետքա աշխատեն լիցենզավորված միանշանակ, այո։ Ուրիշ ինչ օրինակ պատկերացումներ ունեք այս ոլորտի մասին, ինչ սահմանափակումներ, ինչ ստանդարտներ պետքա դնենք։ Նայեք, ուրեմն այնտեղ ինչքանով որ տեղյակ եմ նոր ստանդարտերում այնտեղ ոնց որ 4 մետր էին որոշել առաստաղը լինի, հա, դե ոնց որ նախնական է դա, վստահ եմ որ քննարկելու ընթացքում հաստատ բան կփոխվի, որովհետև Հայաստանում դե բոլորս տեղյակ ենք, հասարակական տարածքները մաքսիմում 3-3.5 է էլի լինում, այսինքն 4 մետրանոց դա պետք է սովետի երևի Խրյուշովկա շենքերում ա եղել։ Այտենց մինիմալ բաներ կա, այո, կարող պետք, կարող չէ, վստահ եմ պետքա որ ասենք 2.5 մետրից կամ չգիտեմ 3 մետրից ցածր չլինի, բայց ասենք այնայդ ստանդարտը պետքա մշակենք, որը նաև փաստացի կարողանանք Հայաստանում օգտագործենք, որովհետև հիմա չես գնալու բոլոր հասարակական տարածքներն, ասենք դանգրատով լենացնես սարքես 4 մետր։ Այդ դրա հետ կապված այնտեղ գիտե որ տրինաժորները, մարզասարքերը ինչ որ իրարից հեռավորություններ կային, դա էլ է ինքը առասարակ միջազգային ստանդարտում, ես գիտեմ դա արած է նրա համար, որպեսզի անվտանգություն այդքան չէ, ինչքան որ կայլասկաով օրինակ արենան, հա, մարզվեն Չգիտեմ ինչքան բնականաբար դա կարևոր բան է, հա, ուղղակի կարող է դեռ Հայաստանում ինչ որ կարելի է ավելի լավ է մի երկու հատ պետությունը իր հաշվին սարքի, չգիտեմ, կոնկրետ, հա, նման խնդիր ունեցող մարդկանց համար, քան որովհետև մի քիչ всё-таки հələ իմ կարծիքով ժամանակը չի էլի, որ մենք հələ այդքան չենք զարգացել, հələ այդ 1-8 եկեք մինչև 10 զարգացնենք, հետո նոր սկսենք նորմեր պահենք, էլի, որովհետև նորմերով բոմու արդեն ավելի դժվար կզարգանա։ Բայց դուք կողմ եք, որ պետքա որոշակի ստանդարտներ Մենք կողմ չենք, մենք դայվ առաջարկով բան ենք անելու, ներկայացնելու ենք, կոպիտ ասած Այնց ենք փորձելու անենք, որ նախարարությունը այո շատ խիստ է, անգամ մեզ մենք կուզենանք այո թո երրորդը իրան գան վերահսկեն, որովհետև խնդիրներ են լինում, որ դու էլ չես իմանում, հա 13 տարվա մեջ ու ասենք կարա ինչ որ մի խնդիր լինի, որ դու էլ բաց թողես, ու այդ խնդիրը կարա քո ասենք հա լեդի զոնի կոնկրետ։ Օրինակ ձեր բիզնեսը կառուցել ես, ինչ փորձ եք նայում, այսինքն գնում եք ինչ որ ընտանենք Եվրոպա, Ռուսաստան կամ տեղ տեսնում եք ինչ որ մոդել, բերում եք ստե կառուցում, թե ձեր այսպես պատկերացումներով ձեր մարզիչների խորհուրդներով։ Դե բնականաբար ես օրինակ Ամերիկայում ու Դուբայում եմ շատ գնացել ուսումնասիրել, հա, մարզասրանները, դե թե հիգիենան, թե այդ օդափոխությունը, դե այնտեղի խստությունը ոնց հիմա նոր սարքեր են հելը, որ դրանով կարողանում ես ստուգես, թե դու ինչքան ճարպ ունես, ինքը իրականում ինչքան գիտեմ շատ տեղեր վճարով է, մենք անվճար ենք դա անում, մենք 15,000-20,000 դրամ մարժի, որ ցանկացած մարզասրահում կամ անգամ բժշկական կենտրոնում այդում ես Inbody-ա ոնց որ սարքի անունը, որ քեզ ասում է թե դու ինչքան ճարպ ունես եւ այլ, այսինքն քեզ ինչքանով է հարկավոր, այսինքն մարդը գալիս է, մենք ստուգում ենք, ասում ենք դուք այս խնդիրները ունեք, արդեն որ ինքը հասկանա, որ իրականում այդ խնդիրը ունի, իսկ այդ բնականաբար նայում ենք ավելի շատ որպես ամերիկան եմ ես նայում որպես ավելի զարգացած, ամենահին մարզվող պետություն, իրանցից շատ օրինակներ ենք բերել ստեղ արել, թեկուզ այդ
մեր գինը իրականում գին որակը շատ տարբեր է, դա բոլորը գիտեն ու միշտ ինչ որ հայկական մենտալիտետում կա, չէ, դե լավ էժանա ամոթ է այդ հանկը տեղ, չգիտեմ, էժանա ուրեմն վատը կլինի, մենք հիմա ոնց որ թե կարեցանք ապացուցենք շատ դժվար էր համենայն դեպս 2 տարի առաջ երբ որ այդ փորձը բերեցինք էժան դրեցինք, որտեղ հա Ամերիկանում ասենք որ պատկերացնեք Ամերիկայում մարզասրահի գինը $15 է ու ասենք մեր մարզասրահներից լավն է, միտքն եմ ասում, $15, ընդ մարդկանց մի ժամվա աշխատանքի գումարն է, հա, այսինքն եթե Հայաստանում օրինակում, եթե այնտեղ որոշ բաներ կան սուբսիդավորվող, այդ տոկոսը բանը գիտեմ որ սուբսիդավորվում է, էլի, ուրեմն պետք է Հայաստանում լիներ 3000 դրամ, միտքն եմ ասում, էլի, այսինքն sense որ ցես համեմատական է ստանում, տենց է մենք ընդդեմ շատ օրինակներ ենք բերել, բայց միջև այս 2 տարվա մեջ կարողացանք ապացուցենք, որ չէ, պետքա դա էժան լինի, մարզումը կարա լինի էժան, մեր սարքավորումները բոլորը գիտեն ամենավերջինն են ու ասենք վերջը շատ լավ սարքավորումներ է ու մարդիկ արդեն հասկանում են, որ չէ, էլի կարելի է գնալ Ձեր բիզնես մոդելը ամերիկյանն է ըստ էության։ Այո, հա, կարելի է, հա, այնտեղից ենք ավելի շատ այնտեղ սովորել ու եկել այստեղ, էլի, զարգացում է, էլի զուտ։ Այս ոլորտի զարգացումը կամ ձեր ընկերության զարգացումը ինչպես եք տեսնում 5-10 տարի հետո օրինակ։ 5-10 տարի, ճիշտ ասեմ, այդքան հեռու չեմ տեսնում, ավելի մոտիկ եմ ես միշտ փորձում տեսնել։ Իրականում, օրինակ, այս տարի 2 երկրում ուզում եմ բացեմ, որոնցից Ամերիկա, Ռուսաստան ու Դուբայ, այդ 3 երկրի մեջ եմ։ Դրանցից 2-ում պետքա բացեմ ու այս տարվա նպատակ եմ դրել, որ դա անեմ։ Միտքը զարգացումն ինչումն է կանում։ Իրականում ես երազել չեմ սիրում։ Ես սիրում եմ նպատակ դնել հասնել, բայց այս մի նպատակը, ես միշտ ասում եմ, երազանքը ավելի շատ այն, որը այդքան չես մտածում, որ կարա լինի, այդ նպատակն է։ Հիմա ես մի հատ այս նպատակ եմ դնում, որ հարցրեցիք զարգացումը որն է, հա, քանի որ չգիտեմ, ինչքան եք տեղյակ, ձմեռ պապու գույնը ժամանակին եղել է կապուտ, հա, Coca-Cola-ն իր գույներով այնքան է իր ձմեռ պապը նենց արել, որ կապուտը դարել է կարմիր, իմ ամբողջ աշխարհում կարմիր ձմեռ պապա։ Մի քիչ երազանքը իրականում շատ մեծ երազանք է, որ այնքան անենք, որ ձյունանուշները մենք կարողանանք լեզիզոնով փոխենք, հա, մալինովի գույնի։ Մի հատ որ ասում են ինչ երազանք ունեք, դա եմ ասում, որտեղ մնացածը սարքել եմ նպատակ ու փորձում եմ դրան հասնել։ Իսկ Հայաստանում, եթե Հիմա մենք կարողանանք հասնել որոշ աջակցությունների պետության կողմից, օրինակի համար ասեցի, թե վարկերի սուբսիդավորումը տոկոսի, այնտեղ նաև քանի որ գիտեն, էլի հարկային մարմինները երբ որ ստուգումներ իրականացրեցին, մեծ մասում մարզիչներին ճիշտ չգրանցված խնդիրներ, ես նորից եմ ասում, ես ուզում եմ, որ այո, այդ հարցը լուծվի, ճիշտ չգիտեմ, էլի դե պարզա պետությանը չես կարող ասես հարկդ վերացրա, բայց մի քիչ էլ ասենք եթե համատարած է, բոլորն են այդպես, ուրեմն մի խնդիր կա, էլի պետքա հասկանանք, փորձենք ամենայն դեպս ինչ որ եթե այս լուծումը չեն կարող տանք, այնի տանք, էսի չեն կարող այնի տանք, որպեսզի, հա, գրեթե բոլոր տեղերում այդ խնդիրը եղել է, դրա համար մեծ հարկեր են մարդկանց վրա գրել, էլի մարդը երբ է հարկ թաքցնում, երբ որ իրականում դե այն ագահ մարդու մասին չեմ խոսում, բայց երբ որ ինքը չի կարողանում, հասկանում է, որ հարկը պահելով կարա իր բիզնեսը պահի։ Դրա համար ճիշտ կլինի, որ այդտեղ էլ ինչ որ փորձեն լուծումներ տալ համենայն դեպս Դապես մարզիչների վճարը ինչպես է կատարում, գործարքային թե ֆիքս այսպես։ Առհասարակ գործարկային է կատարվում, այսինքն ամեն մարզվողից է ինքը վարձատրվում ու բայց երբ որ դու տանում ես այդ NDS-ի դաշտ, հետո այդտեղից հետո իրան գրանցում ես ոնց որ մի քիչ շատ է, էլի արդեն ծախսերը շատ լինում, դրա համար մենք հիմա մարզիչներին արդեն փոխել ենք ոնց որ ավելի շատ ֆիքսված վիճակի, որպեսզի այս պիրուդը կարողանանք հաղթահարենք իրականում, դրա համար ճիշտ կլինի, այդ որ ասում եք զարգացումը ոնց ենք պատկերացնում,
բանկերի տոկոսը, հասես մի բառով փորձեմ ամփոփեմ, մի նախադասությամբ, բանկերի տոկոսն է մարզիչների եկամտա հարկի հետ ինչ որ առավելություններ տալը, չգիտեմ, կամ տոկոսի բալանսավորել է։ Հա, էլի որոշ չափի, էլի չեմ ուզում ասեմ վերացում, այդպես վատ բան չհնչի, բոլորին չափել մի ստանդարտով, այսինքն կապ չունի մարդը, բիզնեսը իրականում 3 հատ է, թե 13 հատ է, կամ շատ մեծ է, թե շատ փոքր է, եթե օրինակի համար բան ենք անում, հարկային օրենքներ կա, ուրեմն բոլորի վրա պետք է լինի, թե չէ գալու են այն օրինակին, ովքեր հասել են, հիմա չգիտեմ, քաղաքում կանելի 2-3 հատ ունեն, իրանք չեն մեծանալու, որովհետև չեն ուզենալու անցնել այդ դաշտ։ Այսինքն, որ մարդը իմանում է, որ չէ, всё-таки բոլորի համար հավասար է փոքրի ու մեծի, ու բոլորը այդ ժամանակ արդեն արխային անցնում են բան, այսինքն կամ սարքենք բոլորին NDS, կամ բոլորին սարքենք շրջանառության հարկ։ Դա երրորդ զարգացումը կլինի։ Կարծում եմ նաև այս դեպքում շատ կարևոր է այդ օրենքի կարգավորումները նախագծի տեսքով, որ իմանա ամեն մեկը չզբաղվի այս ոլորտով, այսինքն նույն վերապատրաստում, կադրեր եւ այլ ուղղություններ։ Այո, միանշանակ, որովհետեւ ինչպես նշեցի, շատ դեպքեր են լինում, շատ մարդիկ են գալիս մեր մոտ, ասում են, որ չգիտեմ, էսի արեցինք, ես մկանաս չի ուզում մեծանալ, դե մանավանդ աղջիկների մոտ, հա, տղաների մոտ ոչինչ էլի, մի քիչ էս կողմի շատ մուսկուլը մեծանա բան, բայց աղջիկներ կան, որ չեն ուզում այդ ամեն ինչը։ Գնում են, ծանր քաշերով սխալ վարժություններ են տալի, հետո գալիս է դա շատ դժվար է ուղղելը։ Դրա համար եմ ասում, ես միշտ ասում եմ, որ հարգելի սպառողներ ջան, խնդրում ենք, որտեղ որ գնում եք, խնդիր չկա, հաստատ բոլոր տեղերում եք կլինեն լավ մարզիչներ, այո, կլինեն նաև վատ մարզիչներ, բայց գոնե մի հատ հարցրեք, որտեղ է սերտիֆիկացվել, որ միջազգային, ոչ թե ինչ որ անհատի անուն են տալիս, որ ինչ որ հայտնի բլոգ է վարում, օրինակն եմ ասում, գնացել ենք իր մոտ մարզը, վերապատրաստվել ենք, չէ՞ էլի, էսի այդ պահը չի էլի, իրոք ատամնաբուժի պես բժշկի գործ է։ Գնացեք հարցրեք, որտեղ է սերտիֆիկացիա ունի, ովքեր են իր հետ մարզվել, քանի տարվա փորձ ունի, ինչ ստանդարտներ ունի, նոր մարզվեք, թե չէ, հետո կլինեն բաներ, որ իրականում մեջքի գրիժան օրինակի համար հետո սախքյանքը մնում է քո հետ էլի։ Լավ, իսկ ինչպես խրախուսենք, որ գնան մարդիկ դեպի մարզասրահներ, ինչ խորտ կտակ։ Դե այդ նորից կրկնվեմ, խրախուսողը թող ես չլինեմ, որպեսի չասեն իր, հա, էլի շահ ունեմ, խրախուսող այսօր Փառք Աստծո, ովքեր մտնում են բան, հա, այդ սայթերը, բոլոր ռիլերի մեջ բոլոր են ամենահարուստներն ու ամենահոգեբաններն ու ամենաստրեսը, հա, էլի բոլորը, հա, ասում են, որ գնացեք մարզվելու, թե ստրեսից այսօր, ահա, բոլորը ասում են ստրես ունենք, չէ, նևրոզը բոլորը ասում են, որ բուժվում է միայն այդպես, որ գնան մարդիկ մարզվեն ու վստահեցնում են, որ մարզվելու արդյունքում թե մարդու տրամադրությունն է լինում տեղը, թե էներգիան, թե առողջությունը, թե ջահելը, դե հիմա այդ թեերը չեմ ուզում հաշարադրեմ ու ուզում եմ ասեմ, որ այո, նրանք սկսեն մարզվել օր շուտ, որովհետև հիմա ոնց հասկանում ենք աշխարհը այնքան արագ է զարգանում, հա, որ հիմա պարզվեց Իլոն Մասկը ասեց, որ 10 տարի հետո չենք աշխատելու։ Այսինքն փող պետք չի գալու, հա, փաստացի, այսինքն փաստացի միայն 10 տարի հետո պետք է գալու մեզ մեր առողջությունը։ Այսինքն կարող գա ժամանակ, որ մարդիկ ասեն, հա, ասեն, որ առողջ եղեք, կարաք հավերժ ապրեք, ու այդ ժամանակ դուք առողջություն չունենաք, հա, ամեն ինչ ունենաք բացի առողջությունից։ Փաստացի դա դրա համար մանավանդ ինքը իրականում, հա, մեր մոտ իրականում շատ էժանագին է, բայց այն ուսում մարզասրահներում է, եթե մարդկանց առօրյա ծախսերի հետ, հա, հաշվարկես էլի էժան է, այսինքն ինքը տված ծառայությունը, քո տված առողջությունը, էներգիան վստահեցնում եմ մի քանի անգամ ավելի շատ է, քան ցանկացած մարզասրահի արժեքը Հայաստանում, դրա համար վստահեցնում եմ, հետո ուշ կլինի, ոչ թե կփոշմանեն, հետո ուշ կլինի, որովհետև մի օր Իլոն Մասկը կելնի կասի, այ ովքեր առողջ չեն, կապրեն 50 տարի, իսկ ովքեր որ առողջ չեն, կապրեն 200 տարի ու տենց մի քիչ տխուր կլինի։ Շնորհակալ եմ Պարոն Ավասարյան հետաքրքիր զրույցի համար։ Ես ձեզանից եմ շատ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, այսօր խոսեցինք սպորտային ոլորտի մասին, մարզասրահների այսպես ոլորտի մասին, որը բավական դինամիկ հետաքրքիր ոլորտներից մեկն է։ Այս ոլորտը ոչ միայն առողջության, այլ նաև կարևոր տնտեսական, սոցիալական, այսպես միջավայր ստեղծող ոլորտներից մեկն է։ Այո, սպորտով զբաղվող մարդիկ այո շատ հաճախ հաջողակ են, ունեն բավականին լայն շրջապատ, ընկերային շրջապատ,
Կոչ եմ անում ձեզ նույնպես մասնակցեք, անդամակցեք տարբեր ակումբներին, առողջ ապրեք, ես հաճախ եք սպորտ ակումբներ, դա կարծում եմ ոչ միայն ձեզ համար է պետք, նաև ձեր սերունդների համար։